Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարի Սինյանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սինյանյան, երեք Երևանում ավարտվեց, Երևանում չէ, ոչ միայն ավելի ճիշտ, ավարտվեց Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Մինչ կանդրադառնանք մի կողմից եկող գնահատականներին, որտեղ հիմնականում այնպեսի տպավորություն էր ավելի ճիշտ, որ Ռուսաստանը հայ համայնքի այնպես երևացող հատվածը այնքան էլ գոհ չէր այս ամեն ինչից, ամբողջ համայնքի մասին բնականաբար չեմ կարող կարծիք կազմել կամ տեսակետ հայտնել, այնպես տպավորություն էր, որ դեպի արևմուտք ընկած հատվածից ձայն չկա, ընդհանրապես ռեակցիա չկա, կա թե չկա։ Գիտեք, այնքան լավ ձևով ձևակերպեցիք հարցը, դիպուկ, այսինքն, որովհետև իրոք այն ինչ որ լսելի է, զդազուտ է երևացող հատվածի արձագանքն է, հիմնականում ռուսաստանյան համայնքների մասին չի կարելի դատել այդ հայտարարությունները, որովհետև միշտ հիշենք, որ այնտեղ էլ ապրում են հայ մարդիկ, որոնք սրտացավ են Հայաստանի համար եւ ուրախանում են Հայաստանի հաջողություններով եւ առաջնորդվում են Հայաստանի առաջնայնություններով, ոչ թե ինչ որ երրորդ պետության, նույնիսկ այն պետության, որտեղ իրենք ապրում են, նրանց նախասիրություններով։ Հետևաբար ճիշտ է, լսելի էր դա, բայց մյուս հատվածից Սփյուռքի շատ ավելի դրական է եղել լսելի արձագանքը, ամենայն դեպս այսպես տեքստ մեսեջներից շնորհավորական մինչև բնական է մարդիկ տեսնում են ամեն ինչ եւ սոցիալական մեդիայում էլ տեսանելի է թե ինչպես են արձագանքում։ Գիտեք, անկեղծ մարդ ինչքան պաթոլոգիապես խանգարված ու վնասված պետք է լինի, որ չուրախանա այս ամենով։ Ես չեմ ասում այսպես էքստազի մեջ լինենք ինչ որ անիրատեսական սպասելիքներ մեզ մոտ առաջանան կամ կարծենք որ վերջ արդեն մեր բոլոր խնդիրները լուծվեցին, բայց չտեսնել սրա դրականը, չգնահատել դա կարող է միայն հոգեպես իրոք լուրջ խնդիրներ ունեցող անձը, ես տենց եմ կարծում։ Ցավոք նմանները կան։ Նաև նշեմ, որ մարդիկ հասկանում են, որ վերջապես Հայաստանը միջազգային քաղաքականության օբյեկտային, այսպես կարգավիճակից դուրս է գալիս եւ դառնում է դրա սուբյեկտ եւ դառնում է սեղանի մոտ նստելու իրավունք ձեռք բերած երկիր եւ իհարկե դա շատ մեծ զողությունների գնով մեզ հաջողվեց անել մեզ որպես հայ ազգի, բայց սա իրականություն է դառնում եւ մենք այս ամենին ականատես ենք լինում։ Հիմա այն հատվածը, որ ասում եք երևացող էր, այսպես դեպի մի քիչ հյուսիս ընկած, ինչ են ասում են, միգուցե եւ եվրոպացիների հետ դուք կարողանաք ձեր հարաբերությունները կառուցել, հայտարարեք, որ գնում եք դեպի Եվրամիություն, չնայած ձեզ ոչ ոք այնտեղ չի սպասել, բայց այդ ամբողջ ընթացքում պատրաստ եղեք, որ սովից մղկտալու եք։ Եվ որպես ապացույց բերում են, տեսեք, ջերմուկի ճանապարհը փակեցին, Վալբերիսով եւ Օզոնով հայկական ապրանքները արդեն չեն արտահանվում եւ դժվար է առաջիկայում արտահանվեն։ Տեսեք, հեսա Ռուսաստանը ձեզ գազը 3 անգամ կթանկ ասեն հեսա։ Եվ սրանք բոլորը իրական ռիսկեր են, որոնք հնարավոր է որ գործածվեն Հայաստանի դեմ։ Ես ցանկանայի որ դա տեղի չունենար, ոչ միայն մեր տեսանկյունից, մարդկանց գիտեն որ կուզեին։ Չէ, այո, չէ, մարդկան որ ինչ-որ նախքին մի հատ վարչապետ անունը չեմ տալիս, բայց երեք հայտարարել որ Ռուսաստանը պետք է գազը կտրի, ամեն ինչը կտրի, մի հատ դաստահայերին, նա խոսում էր Հայաստանի նախկին վարչապետ։ Նման նույն վարչապետներ, որ ասում էր Հայաստանը պիտի միջուկային զենք ունենա։ Տենց բանա ասել։ Դե դա մի քիչ ավելի հոդաբաշխ միտք է, քան էս վերջինը, որովհետև ինչ որ ամբիցիա կա մեջ ազգային, բայց Լևոն Պետրոսյանի, Տեր Պետրոսյանի վարչապետներից մեկն է, նման էս են, այո, որ կոչ էր անում, որ վերջերս ինչ էր կոչ։ Քանի նախընտրականում չեն կարող։ Այո, վերջը, մարդը իր հայտարարություն արել սոցիալական մեդիայում բոլորի համար տեսանելի է։ Նման մարդիկ կան, բայց կրկնում եմ, դրանք փոքրամասնություն են։ Մենք կարող է ենթարկվենք նաև ինչ որ նման պատժամիջոցների, հնարավոր է։ Ինձ թվում է, որ ի վերջո տրամաբանությունն ու ռացիոնալությունը կհաղթանակի Ռուսաստանում եւ նման բան չի արվի, որովհետեւ դա անելու հետևանքները մեր համար վատը կլինեն, բայց թող անպայման բոլորը գիտակցեն, որ այնպես չի, որ իրենց համար հետևանքներ չեն ունենա։
Այդ լեզվով մեր հետ խոսելու, որ գիտեք ձեր գազը կտրենք, ձեզնից Լեռնային Ղարաբաղը կվերցնենք, կտանք ադուջ։ Այդ լեզուն պետքա որ հասկացած լինեն, որ չի ազդում մեր վրա։ Դե ստացվեց, բայց դրանով ինչ շահեցին իրենք։ Թող ասեն, թե իրանց շահը դրա մեջ ինչ էր։ Թող ասեն, թող մի հատ մեկ տրամաբանված բանականությանը ենթարկվող օրինակ բերեն, թե իրանք դրանից ինչ շահեցին։ Ու ինձ թվում է, որ երկիրները ընդհանրապես իրենց շահերից դուրս գալով են կառուցում իրենց քաղաքականությունը, հետեւաբար կարծում եմ, որ կամ գոնե հույս եմ հայտնում, որ այս դեպքում ամենայն դեպս իրենք կհասկանան, որ դա շատ վնասակար կլինի նաև իրենց շահերի համար եւ այդպիսի լեզվով այս պետության հետ խոսելը ճիշտը չի, որտեվ կրկնում եմ վերջին 4-5 տարիների ընթացքում մենք ցույց տվեցինք, որ իրենց ալտերնատիվ կգտնենք ու այդ ուղին մենք բռնել ենք ու բոլորը հիմա դրան ականատես են լինում։ Հիշու եք ինչեր էին ասում բացկաները տարբեր, չգիտեմ, Բելոռուսի ինչ որ նախագահ եւ այլն, ասում էին դե ում եք դուք պետք հայերդ, ում եք դուք պետք, ուր եք գնալու, куда вам деваться, кому вы нужны, հիշում եք այդ բաները։ Դե հիմա թող տեսնեն թե ինչ է կատարվում ու հասկանան, որ դա սա նաեւ իրենց խոսքերի հետևանքն է։ Երևի այսքանով ամեն ինչ կարելի է ամփոփել, որովհետև կրկնում եմ, մենք ի վերջո որպես պետություն, որը մարմնավորում է նաև մեր ազգի գոնե այն հատվածի, որ պատրաստ է հայկական իրականության մեջ ապրելու, այդ ժողովրդի ընդհանուր շահը կառուցում ենք մեր նաև արտաքին քաղաքականությունը հիմնվելով եւ դուրս գալով միայն մեր շահերից։ Ոնց որ անում են բոլոր այլ երկրները, բոլոր այլ պետությունները, դրանց համար ես իրենց չեմ մեղադրում, համարում եմ շատ բնական, ուրիշ հարց է, որ շատ պետություններ սխալ են տեսնում իրենց շահը եւ պատմությունը ցույց է տալիս, որ դա սխալ էր, բայց մենք շարժվելու ենք միայն մեր շահով։ Պարոն Սիրանյան, պնդումներ կային, որ քաղաքական ուժերից մեկը հայաստանյան ներքաղաքական պայքարում խորհրդարանական ընտրություններում մասնավորապես ներգրավված փորձում է Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին, համաքաղաքացիներին, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին համոզելով, չգիտեմ, այլ ինչ որ մեջոցներով ընտրություններին բերել հասցնել Հայաստան, որպեսզի մասնակցեն ընտրությունների եւ այդպեսով ազդեն ընտրությունների արդյունքների վրա։ Հիմա գլխավոր հանձնակատարի գրասենյակը ունի դա հաստատող տեղեկատվություն կամ հերքող տեղեկատվություն։ Մենք ունենք դա հաստատող բազում տեղեկություններ եւ կարծում եմ այդ տեղեկությունը կասկածից վեր է, որովհետեւ դա մի տեղից չի, մի ակունքից չի եւ ակունքն էլ այնպիսի մարդիկ են, որոնք այդ ամենի կիզակետում են, այդ էլ թող պարզ լինի, որ նայած չի, որ մենք էլ ինֆորմացված չենք, չգիտենք թե մեր հայերի հետ ինչ աշխատանք է տարվում այնտեղ, ոչ, տեղեկացված ենք եւ ինչ որ դուք ասում եք, դա պարզապես փաստ է։ Վերջին մեր հանդիպման ժամանակ դուք ասացիք, որ Հայդատի ամերիկյան գրասենյակը ըստ էության աշխատում է Հայաստանի Հանրապետության դեմ հիմա։ Այդ դեպքում այսպես տրամաբանական հարց է առաջանում։ Մենք Միացյալ Նահանգներում էլ ունենք բազմաթիվ համաքաղաքացիներ, ինչի իրենց էլ չեն համոզում, թե դա թանկ է։ Այնտեղից գալ հաստատես։ Հետաքրքիր հարց տվեցիք։ Ուրեմն, երբ որ վերջերս աշխատանքային այցով գտնվում էի Ֆրանսիայում եւ բավական այսպես լայն աշխարհագրական տարածք, գիտեք, այսպես ես անընդհատ սպյուրքերում եմ, հանդիպումներ եմ անցկացնում եւ այո, այս հանդիպումների ընթացքում մարդիկ անհանգստություն արտահայտեցին եւ ճիշտն ասած մի փոքր ցնցիչ էր ինձ համար, որ այն նույն մարդիկ, որոնք Ռուսաստանում են փորձում այդ ամենը կազմակերպել, նույն մարդիկ կապնվում են տեղի հայերի հետ, ում հետ որ կապ ունեն եւ այլն, եւ նույն առաջարկը իրենց անում են Ֆրանսիայում։ Դա ճիշտն ասած ինձ համար անսպասելի էր, չէի պատկերացնում, որ այդքան ռուսերեն մի հատ բառ կա, ռազմախով են իրենք այս գործը բռնել, բայց փաստորեն կապնվում են նաև մանավանդ որտեղ որ հայաստանցիները շատ են այդ համայնքների հետ եւ փորձում են ընտանեկան, հարազատական, ընկերական, ֆինանսական լծակներ օգտագործելով մարդկանց մոբիլիզացնել, որպեսզի մարդիկ գնան եւ գան Հայաստան եւ ընտրությունների ժամանակ քվեարկեն ինչ որ կոնկրետ բոլորս գիտենք որ տեխնացուի օգտին։
Ես հույս ունեմ, քանի որ դուք հիմա իշխող կուսակցության քաղաքական թիմից եք, ես հույս ունեմ, որ նույնը չեք անում դուք, երբ ասենք օրինակ Ֆրանսիայում եք, չեք համոզում, որ գայք եկեք մասնակցեք, չէ՞։ Իհարկե ոչ։ Տեսեք, երկու կարող եմ դրան պատճառ բերել։ Մեկը, որ դա կարծում եմ ճիշտ չի, որովհետև ի վերջո Հայաստանի ընտրությունները, հայաստանյան ընտրությունները, Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումները առաջին հերթին առնչվում են Հայաստանում բնակվող հայերի հետ։ Այսինքն այն ինչ որ ստեղ տեղի ունենում ոչ թե բարոյական մակարդակով, այլ կոնկրետ, շոշափելի, կիրառելի մակարդակով ազդում է հայաստանաբնակների կյանքի վրա։ Ընտրությունը դրա համար է, որպեսզի իրենք ընտրեն իրենց կառավարող ուժին։ Եթե դու գալիս ես Ռուսաստանից, բայց մտադիր չես Հայաստանում ապրել եւ քո ուսերին կրել դրա հետևանքները, եթե դու գալիս ես Ֆրանսիայից 2-3 օրով, Միացյալ Նահանգներից, որպեսզի քվեարկես եւ թողնես գնաս, դա անբարոյական է, դա ճիշտ չէ, որովհետեւ մարդկանց բարոյականությունները մոտավորապես այս դրամաբանության մեջ կարող է դիտարկվել, ասում է ես գամ քվեարկեմ, իշխանությունը կփոխվի, ես կգամ։ Այսինքն փոխվի ինչ, ռուս օլիգարխները կան իշխանության կամ ասենք պրոկոչայանական ուժերը կներեք, իրենք 20-30 տարի իշխանության էին։ 27 տարի իրականում իրենք իշխանության էին։ Այդ ինչի չէին գալիս այն ժամանակ։ Հիմա սպասում են հիմա հետ գան։ Ինչի համար։ Ինչի համար այն ժամանակ թող հետ գային, իրենց երազի նախագահներ ունեին, իրենց երազների նախագահներն էին, չէ՞։ Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան, Սերժիկ Սարգսյան, էթո գային ապրեին Հայաստանում, ում էին սպասում։ Հիմա պիտի բան փոխվի, որ կան, եկեք լուրջ լինենք եւ ընդունենք, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Ես ավելին ասեմ, այդ ուժերին սատարող, մանավանդ Ռոբերտ Քոչարյանին սատարող ամենաակնառու սփյուռքյան ուժը հայապական դաշնակցությունը ոչ միայն իշխանության ոչ միայն պրոկոչայանական, այլ նաեւ իշխանության անդամ էր, չէ՞։ Իրենց երազի նախագահը 10 տարի այսպես քանդում էր երկիրը, ոնց ինչ որ հնարավոր էր քանդել, քանդեց այդ մարդը։ Եվ այդ ոնց եղավ, որ այդ դաշնակցականները, որոնք իշխանության մեջ էին, եւ Քոչյանի ժամանակ եւ Սերժիկ Սարգսյանի օրոք չհավաքվեցին բոլորը տեղափոխվեն Հայաստան, այլ նախընտրեցին, չգիտեմ, Միացյալ Նահանգների հյուրընկալ միջավայրը եւ Կանադան եւ Բեյրութը եւ Իրանը եւ Ֆրանսիան, բայց ոչ Հայաստանը։ Այդ ինչի չեկան։ Լուրջ չի դա, իրենք չեն եկել, չեն գալու, երևի պետք է չի գան, կներեք, որովհետեւ այդ մտայնությամբ գան Հայաստան, կարծիքով ճիշտ չի լինի։ Եթե իրենք գալու են եւ չեն ուղղորդվելու միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերով, վտանգավոր են նաեւ։ Բայց ես հույս ունեմ, որ իրենց երեխաները կուզեն գալ Հայաստան եւ սենց բան կա, գիտեք, հիմա մենք ոնց որ ամեն մեկս մեր չափով, մեր ձևով փորձում ենք կերտել այն Հայաստանը, որտեղ կուզենք, որ ապրեն մեր երեխաները։ Հիմա իրենք չեն մասնակցում դրան, ընդհակառակը խանգարում են, բայց այնուամենայնիվ եկեք մենք ստեղծենք այն Հայաստանը, որտեղ կուզեն ապրել ոչ միայն մեր երեխաները, այլ իրենց երեխաները։ Ես կողմ եմ դրան, որ իրենց երեխաները ուզեն գալ եւ ապրել Հայաստանում։ Ու դա կլինի իրականորեն մեր ամենամեծ հաղթանակը։ Մենք կհաղթենք ամբողջ այդ թույնավոր գաղափարախոսությունը, կրկնում եմ, որը անդադ ենթարկվում է երրորդ պետությունների շահերին եւ իրեն հակադրում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի ժողովրդի շահերին։ Քանի որ խոսքի մեջ Իրանի անունը թողեցիք, չեմ կարող հարցը չտալ, Իրանում հայկական համայնքի վիճակից տեղեկություններ շատ քիչ են ու այս ամբողջ այս եւ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական որոշակի իմաստով այս թողբոյի մեջ այդ խնդիրը որ երկրորդ պլան է մղվել այդտեղ ու չեմ կարող չհարցնել ինչ նորություններ ունենք այնտեղից, ինչ վիճակում է համայնքը։ Սա էլ շատ հետաքրքիր հարց է, շատ ուրախ եմ որ բարձրացրեցիք այն, որովհետեւ ինչ է տեղի ունենում ամեն անգամ երբ որ ինչ-որ ճգնաժամ է լինում, այսինքն մարտական գործողությունների առաջին օրերը կամ երբ որ փողոցային մեր մոտ դեմոնստրացիա մեր շարժում է սկսում, բոլորը ասում են այո, փրկենք, բա ինչի Իրանի ժողովրդին չեք բերում Հայաստան, ինչա կատարվում այնտեղ ու մարում է այդ ամեն ինչը, բայց այդ առաջին օրերին հարց առաջանում։ Կներեք էլի մի հետաքրքիր բան կա, ներբություն կա։
երբ ասում են ինչի Իրանում բնակվող մեր հայրենակիցներին չեք տեղափոխում Հայաստան, հարց է տալի, ասում ես դու գիտես այդ մարդիկ, որ երկրի քաղաքացի են, չէ։ Այո։ Իրանք այդ երկրի քաղաքացին ու իրենք չեն ուզում գան։ Առաջին հարցը դա է, դուք գիտեք այդ մարդիկ ուզում են գալ թե չէ։ Հիմա պատասխանս դրան էր գնում, որ շատերիս համար մի տեսակ անբացատրելի է, թե ինչու են նման պայմաններում մարդիկ նախընտրում մնալ, եւ դա այդպես է, մարդիկ նախընտրում են մնալ օրինակ Իրանում, իհարկե թիվը մնացած մարդկանց շատ փոքր է, համատած 30 տարի առաջ 300,000-անոց համայնքից մնացել է 40-50,000 մարդ, լավագույն դեպքում։ Նույնը կարող ենք ասել Լիբանանի մասին, բայց ըստ երևույթի մարդիկ իմունիտետ են ձեռք բերում ճգնաժամային իրավիճակների եւ հարմարվում են դրան։ Նրանք արդեն սովոր են նման պայմաններում ապրել եւ այն ինչ որ հերվից կամ դրսից թվում է քրիտիկական, իրենց համար այդքան էլ քրիտիկական չի, այլ ամենօրյա է։ Հետևաբար մենք չտեսանք որևէ խոճապ, մենք չտեսանք որևէ դիմում, որ գիտեք մեզ եկեք օգնեք, տարհանեք, օգնեք որպեսզի մենք դուրս գանք, նման դիմումներ, գիտեք, հազվադեպ է եղել, հազվադեպ դեպքեր են եղել, օրինակ մենք ունեինք մի հայրենակից, որը պարոն Սիմոնյանը, եթե չեմ սխալվում, որը զոհվեց ռմբակոծությունից եւ նրա զավակները մեկը Իրանում էր, մեկը Հայաստանում էր եւ այդ ուզում էին հասկանալ թե ինչպես են վարվելու ուղարկավորության աճյունի հետ եւ այլն, երևի միայն դեպքը, որ ինչ որ սուր է եղել, դա է եղել, այս ամբողջ ժամանակ պատկերացրեք, ոչ մի խոճապ չկա համայնքում եւ տենց ինչ որ մեծ մղում եւ ցանկություն Հայաստան տեղափոխվելու եւս չենք նկատել, որը մի կողմից լավ է, որ այդքան վատ չի, ուրեմն որ մարդիկ կարողանում են մնալ եւ ապրել, մի կողմից իհարկե վատ է, թե մենք ուզում ենք ի վերջո բոլոր հայերը ապրեն Հայաստանում։ Ամեն դեպքում այնտեղ այսպես ստաբիլ կայուն ծանր է, այսպես կարելի է բնութագրել վիճակը, մի իրավիճակ, որին մարդիկ արդեն սովորել են։ Նույնը ես կրկնում եմ Լիբանանի մասին, չէ՞, հիմա Լիբանանի հարավում լրջագույն շատ ավելի վատ մնացին մարդիկ։ Հիմա իսլամիստները եկել են իշխանության եւ արիտես որ մերոնք դեռ մնում են այնտեղ։ Հիմա Լիբանանը գիտեք, ծանր մամուլը տեն շատ չի լուսաբանում, բայց ահավոր մարտական գործողություններ են գնում։ Իսրայելը հարձակման մեջ է, իսկ Հեզբոլլան շատ կատաղի ձևով դիմադրում է, տպավորիչ կատաղի ձևով դիմադրում է։ Գիտեք, շատ լուրջ ռմբակոծություն եղավ նույնիսկ Բեյրութում, նույնիսկ ասում են Փուրչամուդից մի քանի 100 մետր հեռավորությամբ արկ պայթեց, բայց շարժ որպես այդպիսի այնտեղից չկա։ Դա մի բան էլ կա, էլի, պետք է վերադառնանք մեր հին թեմային։ Երկու համայնքում էլ կան կառույցներ ավանդական, մեկը բոլորիս հայտնի քաղաքական կառույցն է եւ կա նաեւ կրոնական կառույց, որոնք պարզապես շահագրգռված չեն, որ մարդիկ դուրս գան Հայաստան, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք ունեն այդ ակումբային կյանքի սովորությունը եւ ակումբային ոչ թե գիշերային ակումբ, այլ կուսակցական ակումբային կյանքի մարդիկ սխալ չհասկանան, որոնք այդ կյանքով են սովոր ապրել եւ կուսակցական եւ նաեւ կրոնը շատ մեծ դեր է խաղում, ոչ թե կրոնը, եկեղեցին միավորող դեր է խաղում, երբ որ նրանք տեղափոխվում են Հայաստան, բառիզբուն իմաստով տարիների ընթացքում այդ ամենին հասկանում որ Հայաստանում դա ակտուալ չէ։ Բայց այստեղ մի ռացիոնալ պահել կա, պարոն Սիրանյան։ Լիբանանում, Սիրիայում, այդ թվում Իրանում հայկական ներկայությունը ըստ էության դա ներկայությունը մերձավոր արևելքում եւ եթե բազմաթիվ անգամներ են եղել ուսումնասիրություններ էլ կան դրա հետ կապված, եթե մենք կորցնենք այդ համայնքները, մենք կորցնենք նաեւ Երուսաղեմը։ Մոտավորապես շատ հեռու գնացին Երուսաղեմը, գիտեք, լրիվ առանձին кейս է, լրիվ առանձին։ Հասկանալի է, քաղաքական ներկայության մասին է խոսքը տարածաշրջանում։ Այո, դե մենք կորցրել ենք այդ քաղաքական ներկայությունը, եկեք հաշտվենք դրա հետ։ Մենք այսօր այն մնացած մարդիկ, քանի որ արդեն քրիտիկական մասսան են կորցնում, Իրանի մասին հենց դեռ չեմ ասում, տենց, բայց եւ Լիբանանում, եւ Ստամբուլում ամենտեղ խառնամուսնությունները սկսել են դառնալ նորմալ։ Օրինակ երրորդ-չորրորդ սերնդի արդեն։ Դե իհարկե, նույնիսկ երբ որ մենք գլուխ էին գովում, որ գիտեք, միջին արևելքում հայերը ապրեցին, ուծեցման process չկար, մնացին հայ, այո, բայց դա տևեց ուղիղ այնքան, ինչքան որ կար հայերի քրիտիկական մասսա։ Եթե դու այսօր խոսում ես արդեն նրա մասին, որ Փուրչամուդ թաղամասը այլևս հայկական թաղամաս չէ, գիտեք, մեծամասամբ քրդական թաղամաս է։
հայերը փոքրամասնություն են դա դարձել։ Ինչի մասն է խոսքը։ Եթե մի տարվա ընթացքում 6 դպրոց փակվեց ու 6-ը միավորվեց միացյալ մի դպրոցի տեսքով, լավ կյանքից չէր որ փակվեց նրանից ու դպրոցներ կային որ 20-30 աշակերտ ունեին։ Ինչևէ, այս process-ը տեղի է ունենում, եթե խոսում ենք նրա մասին, որ մենք քաղաքական ինչ-որ ներկայություն բան չկա, վերջացավ դա։ Երուսաղեմը մի քիչ այլ դեպք է։ Երուսաղեմը ավելի տենց խորը ու բազմաշերտ քաղաքականություն է։ Երուսաղեմը ի վերջո մնում է աշխարհի կրոնների գոնե 2 շատ խոշոր եւ 1 ոչ խոշոր, բայց մեծ կշիռ ունեցող կրոնի կենտրոն եւ այնտեղ մեր ներկայությունը, եթե նույնիսկ այս պահին չունի հետո համապատասխան քաղաքական դիվիդենդները չի բերում մեզ, կարծում եմ ապագայում դեռ բերելու է։ Իսկ մեր ներկայությունը Երուսաղեմում ձեռք է բերվել բառի սպուն իմաստով 1700 տարվա ծանր աշխատանքի ու մեծ զոհությունների ու մեծ ֆինանսական ռեսուրսների օգտագործման շնորհիվ այնտեղ մեր ոտքը միշտ կարծում եմ պետք է ամուր մնա, անկախ նրանից նույնիսկ հայկական համայնքն էլ գիտեք այնտեղ էլ է շատ փոքրացել, բայց կրոնական համայնքը մենք այնտեղ պետք է պահենք ամուր ու դրա հետ կապված գիտեք հսկայական խնդիրներ ունենք այս բան։ Ես իբիչայլոց զուտ նշեմ, որ դեկտեմբերին գնացի Երուսաղեմ, հանդիպեցի պատրիարքի հետ, համայնքի հետ, կառույցների հետ եւ վերադարձա ավելի քան համոզված, որ Երուսաղեմում լրիվ այլ մոտեցում է պետք ցուցաբերել Երուսաղեմին, որովհետեւ իրոք դա գոնե մեր աշխարհամասի, ասենք բաց եմ թողնում, չգիտեմ, Չինաստանը եւ հեռավոր արևելքը եւ այլն, բայց մեր աշխարհամասի եւ մեր քաղաքակրթության ու հարևան քաղաքակրթությունների կիզակետն է։ Քանի որ մենք շատ խոսեցինք այ եթե գան այդ տարբերակով, այդ հայրենադարձության ռեսուրսների մասին, դե ձեր թույլտվությամբ մի երկու բառով։ Ես ուզում եմ հասկանալ, մենք երբ ասում են մարդ ասում է, մենք պիտի ընդունենք բոլորին։ Այստեղից, այնտեղից Իրանի Իսլամական Հանրապետությունից կլինի, Լիբանանից կլինի, Սիրիայից կլինի, այսպես չթվարկեմ, էլի Ռուսաստանից վաղը միսօրը կարող է եւ այդպիսի ալիք կա բաշխի առնելով զուտ երկրի տնտեսական վիճակը, ուրիշ բան չեմ ասում։ Այդ հայրենադարձության եւ ինտեգրման կենտրոնը որ գործում կարա այդքան մարդ ընդունի։ Կենտրոնը կարողանա ընդունել սպասարկել, այո։ Երկիրը կարող է այդքան մարդ։ Այդ մի քիչ տարբեր հարց։ Տեսեք, հայրենադարձության կենտրոնը կարողանա սպասարկել մարդկանց, իհարկե բնական է թե թվերը հիմա ասենք եթե ամսվա ընթացքում 100-ներ են, դառնան հազարներ, մի քիչ այլ ձևով կազմակերպենք աշխատանքը։ Բայց դուք ավելի խորը հարց եք տալիս պետությունը կարողանա մարսել այդ մարդկանց եւ կարծում եմ որ ավելի քան երբևէ այսօր այո վաղը շատ ավելի պատրաստ կլինի։ Ինչի մասն է խոսքի։ Վերջո տեսեք, ինչ է պետք մարդկանց պետք է աշխատատեղեր, դպրոցներ երեխաների համար, առողջապահության ինչ որ մինիմալ մի ստանդարտ, որ իմանան, որ եթե խնդիր ունենան, ստանալու են համապատասխան ծառայությունը։ Եվ երբևէ Հայաստանը այսքան պատրաստ չի եղել։ Տեսեք, մարդիկ գալիս են 2 տարի առաջ դեռ խոսում էինք ռուս ներոսքի մասին, ռուսական, այսինքն ռուս ազգի, ոչ թե ռուսաստանահայ, եւ Հնդկաստանի ժողովուրդների ներոսքի մասին։ Այսօր արդեն փողոցում այլ տեսակի աշխատանքային ներոսք ես տեսնում արաբական աշխարհից, չգիտեմ, Հյուսիսային Աֆրիկայի, այս ամենը տեղի է ունենում։ Եվ այստեղ պարադոքսալ մի փաստ կա, որը ամբողջ աշխարհը զարգացած գոնե արևմտյան աշխարհը դրան ականատես է եղել ու մենք հուսամ դրա հետ բախվելու ենք, հարցն է թե մենք ինչ ենք անելու, ոնց ենք այդ հարցը մենք լուծելու։ Եթե մեր տնտեսությունը աճում է, անխուսափելիորեն մարդիկ գալու են ուզենալու են ապրել մեր երկրում։ Դա երկու պարադոքս կա։ Մեկը նա որ մարդիկ գալիս են ուզում են ապրել մեր երկրում, որոնք հայ չեն, բայց մենք ունենք մի քանի միլիոն հայ, որոնք ապրում են Սփյուռքում, որոնք կարծես տենց շատ մեծ ցանկություն չունեն գալու։ Այդ մի պարադոքսն է։ Ու ես դա անընդհատ մեր հայրենակիցներին հիշեցնում եմ։ Միգուցե լավ չենք համոզել։ Չէ, համոզելու հարց չգիտեք, սա նես բան չի որ գնաս համոզես, ինչ համոզես, այսինքն մարդիկ պետք է գան իրենց աչքով տեսնեն ինչ է այսօրվա Հայաստանը կամ պատկերացնեն ինչ է լինելու վաղվա Հայաստանը, եթե մենք ունենանք խաղաղության ինչ որ մինիմալ մի դարաշրջան 100 տարվա մասին չեմ ասում, գոնե էլի գոնե մի քանի տասնամյակ, ցանկալի է հազարամյակ ունենանք, բայց ռեալ եմ մտածում։
Եթե մենք ունենանք այդ պայմանները, իմ կարծիքով այսօր նույնիսկ այսօրվա Հայաստանը եւ 10 տարի հետոյվա Հայաստանը լրիվ անճանաչելի երկրներ են լինելու եւ այդ ամենից օգտվելու են ոչ հայեր, որը ինձ համար անհասկանալի է։ Մարդիկ, եթե դուք ուզում եք լավ կենցաղ ունենալ, ապահով միջավայրում, հպարտորեն ապրել խոսելով ձեր մայր լեզուն, ձեր երեխաները խոսեն հայերեն, որպեսզի անընդհատ ամեն օր չբացատրեք սրան նրան, թե ձեր անունը ինչ է, որտեղից է, որպեսզի ուրիշների համար չթվա, որ դուք акցենտով եք խոսում եւ այլն, հետո հպարտ լինեք, հետո ապրեք մեր մշակույթի մեջ, այդ բանը մենակ կարող եք Հայաստանում անել։ Բայց հələ որ այդ շարժը այն մակարդակին չի, որը պետք է լինի, չնայած վերջին 6 ամիսների ընթացքում բացահայտ աճ կա հայրենադարձության եւ ամենատարբեր տեղերից, Ռուսաստանից մինչեւ Միացյալ Նահանգներ, մարդիկ ցանկություն են հայտարարում եւ գալու։ Հայաստան ուղղորդելու ծրագրերից մեկը Իգոր ծրագիրն է, կարելի է այդպես ասել։ Հիմա 2026 թվականին ինչ վիճակում է այդ ծրագիրը։ Ասեք, Իգորը երբևէ չի կազմավորվել որպես հայրենադարձության ծրագիր։ Այն դարձել է ուղղորդելու դեպի Հայաստան, դրա համար մարդկանց դրական այսպես հոսք սկսելու ծրագիր է եղել, բայց այնպես է ստացել, մարդկանց մեծ մասը որոնք գալիս են մասնակիցների, ֆելոների, փորձում են Հայաստանում մնալ։ Ծրագիրը շարունակվում է, մենք պատրաստվում ենք հաջորդ տարվա ծրագրին, իհարկե այնտեղ լուրջ փոփոխություններ պիտի տեղի ունենան, որովհետև նման ծրագրերը որպիսի գործեն, ֆինանսավորում պետք է ունենան։ Մենք դեռ ունենք 10-20 թվականի մակարդակի ֆինանսավորում, իսկ այդ ֆինանսավորումը հիմնված էր կեցության վարձի վրա։ Կեցության վարձը այսօր Երևանում տուն վարձելը ինչքան է տարբերում 19 թվականի տուն վարձելուց։ Եթե հիշում եք, իմ կարծիքով բոլորս արդեն մոռացել ենք, որ 22-23 թվականին կատաստրոֆիկ 19 թվականին դեռ վարձով է ապրում։ Ահա, ուրեմն լավ հիշեք։ Հիմա գիտեք ինչա կատարվում, առնվազն կրկնապատվել են գները, եթե ոչ հեռապատկվել։ Եվ ծրագիրն էլ այնպիսին է, որ ասենք մարդիկ ներեցեք չեն կարող տաուշում լինել ու աշխատել կառավարությունում, չեն կարող լինել աշտարակում կամ արտաշատում կամ վեդիում։ Հետևաբար Երևանում պետք է ապրեն, իսկ այդ տարեկան կացության վարձի ցածր մակարդակը բնականը չի ապահովում նաև իգործի մասնակիցների այն որակը, որը ցանկալի է մեզ համար։ Հետևաբար մեկս խնդիրը կա, այս խնդիրը պիտի լուծվի ի վերջո, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ առաջ է շարժվում, պատրաստում ենք 26-27 թվականների ծրագրին եւ հույս ունենք, որ ի վերջո Հայաստանի գրավչությունը եւ նաեւ հեղինակությունը այնպեսին կլինի, որ զուտ գալ եւ աշխատել Հայաստանի կառավարություն կլինի այնպիսի մեծ պատիվ ու լավ բան ռեզյումեիդ մեջ գրելու, որ մարդիկ կուզենան դրան մասնակցել։ Հիմա տեսեք, հասարակ բան չէ, եթե դու ասենք, չգիտեմ, Բելգիայում բնակվող հայ ես եւ որոշում ես գալ 1 տարի Հայաստանի կառավարություն որպես fellow աշխատել, գալիս ես աշխատում ես, դու հետ ես գնում Բելգիա, ռեզյումեիդ մեջ գրում ես ես Հայաստանի կառավարություն կամ էկոնոմիկայի նախարարությունում fellow եմ եղել 1 տարի։ 5 տարի առաջ միջին բելգիացին, ասենք, կամ Բելգիայի կառավարության անդամը շատ ավելի քիչ հավանական կլիներ, որ իմանար Հայաստանի ինչ է ընդհանրապես, քան այսօր, որտեղ օրինակ մենք այսօր Եվրոպայի ամբողջ քաղաքական վերնախավը Հայաստանում է հավաքվում։ Այսքան ընտրություն ունի ուրիշ տեղեր հավաքվելու, բայց Հայաստանում է հավաքվում։ Սա հստակ ազդակ է Հայաստանի այդ հեղինակության բարձրանալու, Հայաստանի ընդհանրապես եվրոպական եւ արևմտյան ընտանիք մուտք գործելու, դռները բաց լինելու իմաստով։ Դրա համար դուք մի քիչ առաջ որ ասացիք, որ այն մեր որոշ հարևանների բնակիչ կամ իրենց կողմից ճնշման տակ գտնվող հայրենակիցներ, որ ասում են, որ Եվրոպան ձեզ շատ է ուզում կամ դռները կարծես ձեր համար բաց են, գիտեք, ավելի բաց են, քան երբևէ։ Այդ դուռը գիտեք ոնց է, sense դուռ չի, որ կոճակը սեղմես բացվում, փակվում, այդ դուռը նաև դու մտնես մարմնովդ մի քիչ հրես, պետք է ապացուցես այն դռան մյուս կողմը կանգնած մարդկանց, որ իրենք շատ պետք չի որ քեզ դուրս պահեն էլի, թեթև ներս թողնեն։ Հետևաբար
կարծել, որ այո, մենք թախտին նստելու ենք ու Եվրոպան այսպես կարմիր գորգերը փռելու է մեր առջև, ասելու համեցեք հայեր, ամենահին քաղաքակրթություններից մեկը, մտեք մեր ընտանիք, չէ, այդպես չի, որովհետև մինչև գոնե վերջին 3-4 տարին ինչ ենք եղել մենք աշխարհի համար։ Եղել ենք մի ոչ բարյացկամ շատ հաճախ ճարիքի հետ առնչվող մի կայսրության ֆորպոստ, նույնիսկ գուբերնիալ, ասում են Հայաստանը նույնիսկ գուբերնիայի կարգավիճակ էլ չի ունեցել, ֆորպոստի կարգավիճակ։ Ֆորպոստը գիտեք, մի տեղա, որտեղից հարձակումներ է սկսում հարևաններիդ վրա, կամ այն դիրքն է, որը առաջինն է հանձնում կռվի դեպքում։ Մենք էլ ֆորպոստ չենք լինելու, չպիտի լինենք, չենք թույլատրի, եւ այսօր իմ կարծիքով Եվրոպան մեզ այլևս սկսել է չնայել որպես ֆորպոստ։ Գիտեք ինչքան ենք լսում մենք 21-22 թվականներին, երբ որ մեր սահմանները վտանգված էին, երբ որ սուր էր իրավիճակը, որ մարդիկ եվրոպացիներն ասում են, դե հա, բայց ուզում ենք հասկանանք ով եք դուք։ Այսինքն տենց Ռուսաստանի դաշնակից հավաքական անվտանգության պայմանավորվածության կարկառուն անդամ, ինչ եք մեզ դիմում, ինչ եք մեր դռները թակում։ Մեր ժամանակին ասում էին դաշնակիցներին չեն ընտրում։ Շնորհակալություն։ Այդպես է, շատ լավ, շնորհակալություն։ Համոզել էին։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօրին զրուցակիցն է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։